Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Երևանի Ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, քանի որ գարուն է, տաքացան եղանակներ, միանգամից տաքացան, ծառերը կարելի ասել սկսում են արդեն աշխատել, թփերը բուսականությունը արթնացել է խորքնից ձմեռային եւ մեր այն աշխատողները քաղաքի, ովքեր զբաղվում են կանաչապատումով, ովքեր այդ բուսականության հետ կապված աշխատանքներ են տանում, իրենք սկսեցին այդ իրականացնել, որը բավականին տարբեր մասնագետների կողմից առաջացավ քննադատության, մեծ ալիք բարձրացավ քննադատության։ Այդ էտից եմ ուզում մի փոքր խոսենք, արդյոք դա իրականում ճիշտ է արվում, թե սխալ է արվում, իսկ եթե սխալ է արվում, արդյոք ինչպես ասում են մասնագետները, որ ասում են, այդ ասողին լսողներ կան, թե չկան իրականում։ Իրավացի եկա արդեն շատ ակտիվ գարունը իր ժամանակի մեջ ներխուժեց, ինչպես նաև Երևանի համար շատ բնորոշ կտրուկ ձևով դա տեղի ունեցավ, եւ այո, քաղաքում սկսվեցին ծառերի էտի եւ ձևավորման աշխատանքներ։ Ես չի ասի, որ սա միայն սանիտարական էտ է, որովհետեւ խոսում ենք սանիտարական էտի մասին, այսինքն մենք հեռացնում ենք այն ճյուղերը, որոնք որ չոր են, որոնք սխալ կողմ են աճում եւ այլն։ Այստեղ մենք շատ ավելի լուրջ միջամտություն ենք անում եւ դեռ խորհրդային տարիների ընթացքում այդպիսի արտահայտություն կար ծառերի երիտասարդացում, ինչը միջազգային գիտական գրականության կողմից համարվում է շատ կոպիտ միջամտություն բույսի ֆիզիոլոգիայի մեջ եւ առհասարակ համարվում է որպես ամեն կողմից դատապարտված որոշում։ Այսինքն սա, եթե մենք նայում ենք մասնագիտական տեսանկյունից, խորհրդի մասին է խոսքը գնում, որի դեմ պայքարում ենք երկար տարիներ, դա ուղղակի անթույլատրելի միջամտություն է, որը իրականացվում է Երևան քաղաքում եւ ամենասարսափելին իմ համար, որ դա իրականացվում է գլխավոր դենդրոլոգի կողմից մի անձնավորության, ով Տիգրան Ավինյանի նախորդ տարի Ալեք Մանուկյան փողոցում միասին Ժիրայր Վարդանյանի հետ, ով գիտատեխնիկական խորհրդի նախագահն Հոակին Կից, նրանք մինչ դա համոզում էին նախորդ իշխանություններին, որ խոր էտը լավագույն տարբերակն է եւ պետքա այդպես բուժել թեղիները, որովհետեւ Երևանում մենք ունենք խնդիր, իսկ այսօր նրանք հայտարարում էին, որ խոր էտ այնքան արեցին, ով ոնց ուզեց եկավ ծառերը էտեց եւ դրա համար մենք Երևանում ունենք այդպիսի մի իրավիճակ, որ Ալեք Մանուկյանում եւ կենտրոնի վարչական շրջանի մնացած փողոցներում մենք պետքա ուղղակի զանգվածային հատումներ անենք։ Իմ համար որպես Երևանի Ավականու անդամ շատ տարակուսելի ով է պատասխան տալու, երբ որ դուք նախկինում նույն մարդիկ եւ ես իմաջինել եմ հանրայնացրել դա 2015 թվականին դուք ասում եք, որ դա լավագույն տարբերակն է, այսօր դուք ներկայիս քաղաքապետին ասում եք, որ մեղավոր են նրանք, ովքեր որ սխալ, ով ոնց ուզեց եկավ արեց, եւ դա էլ հասկանալի չէ, ով ոնց ուզեց որն է։ Եթե դա փողոցների կանաչապատմանն է վերաբերում Երևան քաղաքի, դա մշտապես իրականացրել է Երևանի քաղաքապետարանը իր մասնագիտական ներուժի հաշվին եւ ով պատասխան տալու ի վերջո իմ համար ամենակարևորը սա է։ Իսկ այն, որ այդ տոպինգ կոչվածը համաշխարհային գրականության մեջ այդպես է ներկայացված գիտական, որ դա անընդունելի է եւ դատապարտելի մեթոդաբանություն է, որը ուղղակի կյանքի դատավճիռ է ծառերի համար, դա երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող։ Տեսեք, որ ասում ենք նույն մարդիկ, բայց տարբեր ժամանակաշրջաններում, այստեղ ինչի մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է մարդու մասնագիտական գիտելիքների փոփոխության, թե հենց մարդու առհասարակ ինչը փոխվեց էս մի քանի տարիների ընթացքում, որ մարդիկ ասում էին սա օրինակ իմ ձեռքում գրիչ կա, հետո այս նույն գրիչը երբ որ մի քանի տարի հետո էլի իմ ձեռքում էր, ասում են չէ, սա գրիչ չի, սա թուղթ է։ Ինչն է փոխվում ժամանակի ընթացքում, առհասարակ հնարավոր է մասնագիտական ինչ-որ գիտելիքներ փոխվեն, չգիտեմ, տեսություններ առաջ կան, որ ասվի խորը դա մի ժամանակ օգտակար էր, մի ժամանակ օգտակար չի։
Ոչ իհարկե, որովհետև խորետի ամենասարսափելի բանը, որ բույսի մոտ առաջանում է, դա հսկայական վերքերի մակերեսներ են, որոնք դառնում են ներթափանցման ուղիներ տարատեսակ վարակների համար, ինչի հետևանքով բույսը իր կյանքի տևողությունը առնվազն 2 անգամ կրճատվում է, սրա մասին բազմաթիվ աշխատանքներ կան տպագրված, եւ փոխվել այս մեթոդաբանությունը չի կարող։ Անձանց վերաբերյալ ես գնահատական չեմ պատրաստվում տալ, թող դա մնա իրանց խղճի առջև, եւ ես երբ որ աշխատում էի ինքս հողակում, այդ նույն գլխավոր դենդրոլոգը այն ժամանակ կրկնում էր այն ինչ որ ես էի ասում, որ չի կարելի անել այդ խորը էտը, որովհետև այն պահից, որ ես մտել եմ կանաչապատման հողակ որպես փոխտնօրեն զարգացման գծով, մենք տնօրենի ուրեմն կարգադրությամբ արգելեցինք խոր էտը Երևան քաղաքում որպես մեթոդաբանություն, եւ եթե մեր աշխատակիցները ավելորդ ճյուղ էին վնասում, հեռացնում, մենք տալիս էինք նկատողություն, այսինքն այս հարցը շատ խիստ դրված է եղել, որովհետև մենք ամեն տեղ ասում էինք, որ թեղիները դատապարտվել են Երևանում այն գործողությունների եւ սխալ միջամտությունների հետևանքով եւ մենք պարտավոր ենք պայքար տանել եւ մենք ինչ սկսեցինք անել մենք սկսեցինք սիստեմավորված պայքար միջատի դեմ այսինքն խնդիրը կայանում էր ոչ թե նրանում որ պետքա հատենք բոլոր ծառերը շատ արագ եւ նոր ծառեր բերենք եվրոպական երկրներից տեղադրենք այն ինչ որ այստեղ հիմա արվում է մենք հակառակը մենք ոչ մի ծառ չենք հատել այն ժամանակ եւ մենք սկսեցինք այդ սիստեմավորված բուժումը եւ դուք քայլեք Թումանյան փողոցով եթե թույլ կտան իհարկե եթե միջև այդ չեն հատի վերջնականապես այդ ծառերը որոնք հիմա բուժվելուց հետո առհասարակ հատման ենթակա չեն իսկ մենք այն ժամանակ երբ որ ասում ենք որ թեղները Երևանում խնդիր ունեն եթե մենք չկարողանայինք կայունացնել վիճակը բայց մենք ունենք ուղիղ հակառակը, այսինքն բույսերը շատ դրական են պատասխանել սիստեմավորված աշխատանքին եւ շատ լավ վիճակ է այսօր Երևան քաղաքում։ Այո, աշխատանքը պետք է շարունակական լինի, աշխատանքը պետք է լինի միաժամանակ եւ եթե կանաչապատման հողակի ղեկավարությունը ուզում էր բուժել ծառերը, մեզանից հետո առնվազն պետք էր տեխնիկան մի քանի անգամ ավելացնել եւ միամոմենտ սկսել պայքարի աշխատանքները հետեւողական ձևով շարունակել, այլ ոչ թե վերցնել եւ հատել ծառերը։ Սա մոտեցում չի։ Իսկ մասնագետների համար ես կարծում եմ, որ մասնագետի համար ամենակարևորը մասնագիտական պարկեշտությունն է, որ քեզ երբեք չկարողանան ասեն, որ դու մասնագիտական մասով թերացել ես եւ ինչ որ մի բան արել ես ոչ այնպես։ Եվ շատ անգամ երբ որ ինձ ասում են, բա դուք ասել եք, որ թեղիները խնդիր ունեն, պետք է հատվեն, այո, ես հիմա էլ եմ կրկնում, որ եթե մենք չկարողանայինք կայունացնել հարցը եւ մենք դրա համար արեցինք պիլոտ նախագիծ, որ ուսումնասիրենք 3-ից 5 տարվա ընթացքում, հասկանանք ինչ արդյունավետություն ունենք բուժական ծրագրերում Երևան քաղաքի, ինչպես են մեր տնկարանում բույսերը, որոնք մենք պատրաստում ենք աշխատանքներ իրականացնելու համար, ինչ վնաս ենք տալի կենսաբազմազանությանը եւ տարիների ընթացքում հատելով ամեն երրորդ ծառը, մենք 5 տարվա մեջ այդ փոքրիկ հատվածում Հալաբյան փողոցի անելով այդ պիլոտ նախագիծը կհասկանայինք այդ մեթոդաբանությունը պետքա կիրառել լայնածավալ, ծառերը պետքա հատել, որովհետեւ մենք չենք կարողանում կայունացնել վիճակը եւ միջելոց ծառերի հատման հետ կապված մենք ունենք նաեւ Ռուսաստանի Դաշնության կորիֆեյների վերաբերմունքը այդ հարցին։ Մենք նամակագրություն ունենք, մենք հրավերներ ունենք, մեր մոտ նաեւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնության բանի Տիմիրյազևի ակադեմիայի ներկայացուցիչ, այսինքն մենք անընդհատ մասնագետների հետ, որոնք որ բարձր որակավորում ունեն, քննարկման մեջ ենք դրել այս հարցերը, որովհետեւ թեղի ծառատեսակի համար թեղու տերևակերը դա սպეციფიկ վնասատու է եւ իմ համար ուղակի զարմանալու է, որ այս նույն մարդիկ որևիցե անգամ չեն խոսել ծառերի զանգվածային բուժման աշխատանքների մասին։ Ոչ մի անգամ չեն իրականացրել Երևան քաղաքում սիստեմավորված այս աշխատանքը, լինելով Երևանի քաղաքապետին կից բնապահպանական խորհրդի մշտական անդամներ եւ միջելոց նաեւ այն ժամանակ Տարոլ Մարգարյանը բավական մեծ տեղեր տալի այս մասնագիտական խմբին, որ եթե իրանք ասում են, ուրեմն ճիշտ են ասում։ Տեսանք ճիշտը որն էր։ Մենք տարբեր զրույցներ ենք ունեցել ձեզ հետ այս տաղավարում, որտեղ դուք նշում եք, որ Երևանում կանաչ օգտագործման այդ ընդհանուր տարածքները բավականին քիչ են եւ դրանց ավելացման մասով էլ աշխատանքներ ոնց մենք տեսնում ենք չի տարվում չգիտեմ, ինչ որ թփեր չեն տնկվում, որոնք կարող են օդի աղտոտվածության մասով ինչ որ գործոն լինել, որ օդի աղտոտվածությունը կչանա կամ նմանատիպ այլ բաներ
Երբ որ խոսվեց առաջին անգամ օդի աղտոտվածության այդ կոնցենտրացիայի սահմանային չափը անցնելու մասին, քաղաքապետարանում գործակարգավարականներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, ցույց կարելի ասել թերհավատորեն էին մոտենում այդ կարծիքին, որ Երևանում օդի աղտոտվածությունը բարձր է սանդղակից նշված։ Հետո արդեն սկսեցին խոսել մասնագետներ, խոսեցին տարբեր ոլորտային ներկայացուցիչներ, ովքեր իրենց անձնական գործիքներով չափել են օդի աղտոտվածությունը, հետո արդեն սկսվեց սանդղակների ցուցադրությունը, որտեղ Երևանի քաղաքապետարանի տեղադրած այդ սարքերը իրենք էին արդեն ցույց տալիս, որ այս սանդղակը անցել է։ Առհասարակ ինչպիսի պատկերացում ունի Երևանի քաղաքապետարանը օդի աղտոտվածության մասով, էլի ինչքան պիտի այդ օդի աղտոտվածությունը շատանա, մարդիկ այդ փոշին ինչքան պիտի կուլ տան, որ համարվի, որ լավ է, մարդիկ են մեղք եւ արժի ինչ որ գործողություններ սկսել, չգիտեմ, շինարարությունը կասեցնել մի որոշ ժամանակով կամ նմանատիպ այլ գործողություններ իրականացնել։ Այո, իրավացի եք, եւ այդ գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետը ասաց, որ օդի աղտոտվածության մասին այդ ուրեմն բարձրաձայնումները դա լեգենդա, չկա նման խնդիր Երևան քաղաքում։ Եվ իմ մոտ նես տպավորությունն է, որ ուղղակի ծածկվել են եւ ուզում էին չնկատեին, որ առհասարակ այդ խնդիրը կա։ Բայց քանի որ այսօր համացանցը եւ նաեւ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս ցանկացած հարց շատ արագ բարձաբանում ստանալ մինիմալ մակարդակի, հանրությունը սկսեց այդ հարցով հետևողական լինել նաև մեր բարձրաձայնած անվերջ այս խնդրի հետ կապված եւ ալիքին զուգընթաց քաղաքապետարանը արդեն սկսեց ավելի աչալուրջ ուրեմն վերաբերմունք դրսևորել այս հարցին եւ վերջերս նույնիսկ հանձնարարական տվեց բնապահպանության վարչությանը, որ մշակեն ռազմավարական ծրագիր։ Իմ համար շատ տարօրինակ է, որ քաղաքապետարանը որոշում է, որ ռազմավարական ծրագիր պետք է լինի, այն պարագայում, որ Երևանում միակ ֆիլտրը, որ մեզ պաշտպանում է, դա կանաչ ծածկույթն է, որը 5 անգամ ավելի պակաս է, քան թե սանիտարական նորմը։ Պետք չի մեկ շնչի համար հաշվել։ Մենք քաղաքի ծավալով դա պետք է հաշվենք, ինչքան է Երևանի ծավալը եւ ինչքան ունենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, որովհետեւ այդ ցուցանիշները հիգիենիկ շատ տարբեր են։ Իրանք ցիտում են անընդհատ մեկ շնչին բաժին հասնողը, բայց հիմնական ցուցանիշը դա չի քաղաքը պաշտպանելու համար։ Եվ երբ որ մենք ունենք 5 անգամ ավելի պակաս ապահովվածություն, այս պարագայում դուրս գալ եւ բնակչության պաշտպանության առաջին շերտը, այսինքն փողոցները, այստեղ հատել չորադիմացկուն մեր ռեգիոնի համար ամենաբնորոշ ծառերից մեկը, որը աշխատանքի հետևողական արդյունքում բավական լավ արդեն վիճակում է գտնվում, վերցնել հատել այդ ծառերը էկոլոգիական ուրեմն աղետի գոտի հանդիսացող կենտրոն վարչական շրջանում, որովհետև Երևանի համար կենսական նշանակություն ունի կանաչապատման մեջ լրիվ ուրիշ հարցերը, բայց քանի որ մասնագիտական ուղղորդումը շատ թույլ է քաղաքապետարանում, անկախ բնապահպանությունից, դա վերաբերում է բոլոր հարցերին, դա վերաբերում է կոմունալ վարչությանը, դրա համար 25 սանտիմետրանոց ձյունը աղետ է, անձրևը դա Վենետիկ է հիշացնում Երևանը, եւ այդպես շարունակ տրանսպորտի հետ տեսնում եք հիմա ինչա կատարվում, աղբահանության հարցի հետ տեսնում ենք ինչա կատարվում, մի ամիսա չեմ կարողանում համոզեմ, որ գամ այն ժամանակվա լցրած ավազն ու հողը մի հատ մեր փողոցից, որը տանում է հեռուստաաշտարակ մաքրեն։ Այսինքն այստեղ մասնագիտական ուղղորդում չկա որևիցե հարցի, եւ հիմա նաեւ բնապահպանության վարչությունը ի վերջո սկսելու է այդ ծրագիրը գրել եւ ինչ են գրելու այդ ծրագրի մեջ, որ տնկենք ծառեր, որ 15-20 տարի հետո այդ ծառերը սաղար ձևավորեն եւ մենք սկսենք սպասել, որ մեր երեխաների կյանքի որակը, կյանքի տևողությունը բոլորիս եւ առողջությունը երևանցիների կբարելավի 15-20 տարի հետո։ Պարզ հարց եմ տալի, հարգելիներս, փողոցների երկայնքով ծառերը կտրում եք, ձեր տրանսպորտը աշխատում է 30-40 րոպեն մեկ, հուլիս ամսին, մարդիկ պետք է արևահարվեն 40 աստիճան Երևանի շոկի պարագայում, ի՞նչն է ստվերացումը ստեղծելու, ձեր այդ փոքրիկ գաճաճ գնդաձև ծառերը, որոնք որ հարավային այս շոկ քաղաքների համար նախատեսված չեն եւ փողոցների կանաչապատման համար մասնավորապես նախատեսված չեն, այսինքն դուք անում եք մի բան առանց հասկանալու, որ դրա ահռելի պատասխանատու հատվածը, որը հանդիսանում է կանաչ ֆոնդը, դուք ուղղակի մի ամոմենտ հեռացնում եք։
Ես ուղղակի չեմ հասկանում այս մարդկանց նպատակը։ Երբ որ գիտեք, անընդհատ ասել, որ դուք ժամանակին սենց եք ասել, նա ժամանակին նենց ասել, չէ՞ որ ես բերում եմ Քեմբրիջի համալսարանի եզրակացությունը, դա այն լաբորատորիան է, որ աշխարհին տվել է 30 Նոբելյան մրցանակակիր։ Այսինքն նրանց կարծիքը, որ դա անթույլատրելի է հարավային քաղաքում միամոմենտ զանգվածային ծառերի հատման ծրագիր իրականացնել։ Եվրոպական արբորիստների միության միակ ներկայացուցիչությունը Հայաստանի Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ տարածքում ծառերի փորձագիտական կենտրոնն է, որը տալիս է ուրեմն հավատարմագրված է Եվրոպական արբորիստների միության կողմից։ Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամի եզրակացությունը, որ սա պետք չի անել, այսինքն դուք չեք լսում այս միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագետների կարծիքը եւ դատապարտում եք Երևանցուն, ու հետո մեզ պատմում եք, որ դուք ռազմավարական ծրագիր եք գրել 15-20 տարի հետո փողոցներում ամեն ինչ կլինի շատ լավ, չի լինի շատ վատ։ Գնացեք Ուրցկաբանության ինստիտուտում, տեսեք ինչ հերթեր են, այն աստիճանի է մեր մոտ այդ խնդիրը, որ 1 թե 2 տարի առաջ այդ կենտրոնի տնօրենը բաներներով Երևանում հայտարարություններ էր տարածում, որ մենք ամենամեծ հարկատուների թվին ենք պատկանում։ Դա գովասանքի բան չի։ Ամենամեծ հարկատուներն եք, որովհետև մարդիկ չարագ նորագույցների շատ բարձր տարածվածությամբ են առանձնանում մեր տարածքում։ Դա ուղղակի ամոթալի բան է եւ առաջին խնդիրը շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ պահպանությունը մեր մոտ զրոյական մակարդակի է։ Եթե մենք նման տիպի գործելավոճ ենք որդեգրել, ոչ մասնագիտական, ոչ պրոֆեսիոնալ եւ ամեն տեսանկյունից դատապարտելի ուղղակի։ Տեսեք, դուք նշեցիք տարբեր մասնագետների, տարբեր միջազգային կազմակերպությունների, համաշխարհային ճանաչում ունեցած գիտնականների եւ համալսարանների նրանց եզրակացությունները, գիտական աշխատանքները, եթե մի պահ վերանանք, ովքեր են իշխանություն, ովքեր են ընդդիմություն, ու առհասարակ քաղաքը իր բնականon կյանքով ապրում է, չխառնենք քաղաքականությունը բնության եւ բնությունը կառավարելու հետ, քանի որ մենք այստեղ ունենք խնդիր մարդու առողջության հետ։ Մարդու առողջությունը չպիտի խառնվի առհասարակ իմ կարծիքով քաղաքականությունը։ Ու այստեղ խնդիրը որն է, որ մենք անընդհատ լսում ենք տարբեր իշխանությունների կողմից այդ միջազգային փորձ ասվածի մասին։ Մենք օգտագործում ենք միջազգային փորձը դիտարկվեց եւ այլն։ Ձեր նշածը ես ուզում եմ հասկանամ մեր բոլոր իշխանությունների համար կդիտարկվեր միջազգային փորձ, թե ոչ թե մեր համար միջազգային փորձ եվրոպական ինչ-որ մի հատուկ մի երկիր է կամ հարևան մի երկիր է, առհասարակ էս միջազգային փորձ ասվածը ոնց պիտի դիտարկել, որ համարվի միջազգային փորձ։ Գիտեք, ես նշեցի այնպիսի համալսարան, ես նշեցի Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախկին նախագահ, այսինքն ես խոսում եմ այն բարձր մակարդակի մասին, որ մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, որ ուղղակի մոտենանք եւ չլսել այս մարդկանց կարծիքը եւ նաեւ ֆրանսիացիները մեզ գրել էին, որ ժամանակին տասնյակ տարիներ առաջ մենք Ֆրանսիայում նման գործելավոճ կիրառել ենք եւ հետևանքներից մինչ օրս չենք կարողանում ձերբազատվենք եւ ես այս բոլոր պատասխանները ինքս անձամբ մի կողմ դնելով բոլոր քաղաքական հարցերը, որովհետև դուք շատ ճիշտ եք եւ բնությունը եւ բնակչության առողջությունը վերա ցանկացած քաղաքական խնդրից։ Ես ինքս եմ ձեռնարկել հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, մեր ֆրակցիայի անդամներին էին նաեւ ներկա, բնապահպանության վարչության պետներ ներկա եւ մենք քննարկել ենք այս բոլոր հարցերը։ Ես ներկայացրել եմ նաեւ Միջին Ասիայի կանաչապատման ասոցիացիայի նախագահների եզրակացությունները, որովհետև կլիմայով մեզ շատ մոտիկ են այդ երկրները եւ ծառատեսակները, որոնք տնկված են գրեթե նույնանման են։ Եվ մենք ստացանք ինչ, մենք ստացանք 0 արձագանք։ Եվ հիմա ասել, որ գիտեք Վարդանյան Կրիստինան դա ուղղակի քաղաքական ինչ որ դիվիդենդների մասին է խոսքը գնում, ես իմ մասնագիտական ոլորտում ոչ մի դիվիդենդներ չեմ սպասում։ Ես ինքնահաստատվելու ոչ մի նպատակ չունեմ, որովհետև դա վաղուց արդեն տեղի է ունեցել եւ իմ ամբողջ ցավը կայանում է նրանում, որ իմ գիտելիքները ես ծառայեցնում եմ ոչ թե իմ երկրին, այլ ես ծառայեցնում եմ այլ պետություններին, որոնց հետ համագործակցում եմ, հեսա ապրիլին գնալու եմ Ուզբեկիստան եւ այնտեղ մեծ ծրագիր ենք անում հարավային քաղաքներում կանաչապատման հետ կապված, որովհետև միակ բժիշկ փորձագետն եմ այս
խնդրով մեր այդ ԱՊՀ տարածքում իրենց խնդիրն է։ Գիտեք, նախորդ իշխանության ժամանակ նախորդ քաղաքապետի եսի նկատի ունեմ, ես Հայկ Մարությանը երբեք չեմ ճանաչել, եւ երբ որ 18 թվականին հեղափոխությունից հետո Կարեն Անտաշյան ավականու անդամ էր քաղաքացիական պայմանագրից եւ նա ուղղակի դիմեց որպես մասնագետ եւ ձևավորվեց աշխատանքային խումբ, մենք միասին սկսեցինք աշխատել 2019 թվականին մենք փոխեցինք Երևանի կանաչապատման բնապահպանական ծրագիրը զարգացման այդ ծրագիրը, որովհետև այն, որը որ 18 թվականին կազմված էր, բացարձակապես չէր արտացոլում այն բոլոր բաները, մարտահրավերները, որոնք Երևանի առջև կանգնած են։ Եվ նաև հետո ես ավականու անդամ էի, նաև կրկին էլի նորից ընդդիմադիր դաշտից եւ Հայկ Մարությանը, երբ որ դիմեց Երևանին օգնելու համար, ես առանց ուրեմն վարանելու միանգամից մենք սկսեցինք աշխատել, այդ ամենը արեցինք, այսինքն ես սա ասում եմ նրա համար, որ կողքից չստեղծվի տպավորություն, որ հիմա նա ընդդիմադիր ավականու անդամ է եւ դեմ է այս ամեն ինչին։ Ես եղել եմ ընդդիմադիր ավականու անդամ եւ այն ժամանակ, երբ որ Հայկ Մարությանը եղել է քաղաքապետ, եւ հիմա եմ այդ նույն ընդդիմադիր անդամը եւ ես լինելով բժիշկի համար ամենակարևորը օբյեկտիվությունը երբեք չկորցնելն է։ Դա շատ կարևոր է լինել պրոֆեսիոնալ եւ լինել օբյեկտիվ։ Եվ այն ժամանակ եմ ասել խնդիրների մասին եւ հիմա եմ ասում։ Կանեն լավ բան, կասեմ ապրեք։ Կանեն այն ինչ որ անում են, մշտապես ասելու են, որ սխալ է եւ իմ հետ միասին միջազգային շատ բարձր ուրեմն մակարդակի փորձագետներ են։ Մենք միասին ենք դա արել, գրել եւ զարմանում եմ ուղղակի, որ ոնց կարելի է նման մակարդակի մասնագետներին ուղղակի անտեսել։ Թեպետ իմ համար արդեն զարմանալու չի, որովհետեւ Կասկադի թեմայով ես տեսա ինչա տեղի ունենում։ Մխիթարեն Ասլանը կենթանի, պրոֆեսիոնալ, Կասկադի հեղինակ, չհարգել նրա հեղինակային իրավունքը եւ մեր երկրի վաստակաշատ ճարտարապետին նրա կարծիքը եւ գնալ հրավիրել այս դեպքում էլ Ֆրանսիայից մասնագետին հրավիրենք, ասենք որ ֆրանսիացիները շատ առաջադեմ են։ Նույն ֆրանսիացիներն են ձեզ ասում՝ մի արեք այն ինչ որ անում եք, դատապարտում եք բնակչությանը։ Դա քաղաքի բնական կմախքն է, փողոցների կանաչապատումը դա մի հատված է։ Դուք իրավունք չունեք օդափոխության միջանցքները միամոմենտ զրկել, հատել եւ քաղաքը թողել անպաշտպան վիճակում։ Կասկադից խոսք գնաց, մեր վերջինս մի հարցով անդրադառնանք Կասկադին եւ Կասկադի կարելի ասել հետևանքներին, որովհետեւ եթե ես այստեղ օգտագործեմ արդյունք բառը, արդյունքը լավ իմաստով ենք օգտագործելու, բայց քանի որ այդտեղ շինարարություն է իրականացվելու եւ Երևանում բուրըն շինարարություն կա դեռ, չնայած նրան, որ եկամտահարկի օրենքի հետ վերադարձը հանվել է Երևանի տարածքից, բայց միևնույն է, շինթույլտվությունները դեռ կան, որոնք պիտի արվեն եւ հասնեն իրենց վերջնական կետին, զրոյական ստացվի եւ այլն։ Կասկադը իրենից ներկայացնում է բավականին մեծ տարածք, որը պիտի շինարարությամբ լցվի։ Սա որքանով է ազդելու այս քաղաքի աղտոտվածությանը կամ առհասարակ կողքի բնակչությանը։ Ազդելու է սարսափելի ձևով, որովհետև այդ նախագիծը, որը ընտրվել է, կողքից նենց տպավորությունը ոնց որ տապանակար լինի Երևանի գլխին, եւ այդ ծավալի հորիզոնական այդ շերտերը, դրանք եւս մեկ անգամ Երևանի համար ջերմային կղզիների խնդիր են ստեղծելու, որովհետև այդ բետոնային ծածկերը տաքանալու են եւ տաքացնելու են, ջերմացնելու են քաղաքը։ Շինարարությունը անպայման ուզում է, որ երևանցիները իմանան, որ սա հերթական կառուցապատման թույլտվությունն է, որովհետև մի կողմից իրականացվելու է կառուցապատում, ինչը որ առհասարակ անել չէր կարելի։ Այ ուզում էիք Երևանին լավ լիներ, կանաչ գոտի ստեղծեիք այդտեղ։ Նկարները, որոնք ցույցադրվում են Երևանցուն, այս տպավորությունն է, որ մարդկանց ես չգիտեմ ում տեղն են դրել, այն հատվածներում, որտեղ այսօր կան շենքեր, ցույց են տալիս խիտ անտառ, այսինքն այդ անտառը Բոսկոյի այդպիսի շենքեր կան, Բոսկո վերտիկալ է կոչվում հեղինակներ, եւ ուղղաձիգ կանաչապատում են արել շենքերի վրա, այսինքն դուք պատրաստում եք այդպիսի անտառ անեք, ուրեմն այդպիսին էլ նկարեք, որտեղ է դա լինելու, այսինքն դուք հերթական անգամ կառուցապատում եք իրականացնելու այնտեղ, որտեղ որ դա չէին անում եւ մտածված չէին անում, եւ ի վերջո եթե կա հեղինակը, ինչպես կարելի է այդ ձևով իրականացնել, այսինքն մեզ հետաքրքիր չի ձեր կարծիքը։ Մենք ունենք մեր կարծիքը, կա երկու կարծիք՝ մերը
եւ սխալ կարծիք։ Այդպես ո՞նց է լինում։ Այդպես ո՞նց կարա քաղաք կառավարել։ Եվ սեփական մասնագետների հետ եւ փառք Աստծո, որ ճարտարապետների միությունը տվել է խիստ բացասական կարծիք այս երևույթի նկատմամբ, նաեւ շեշտելով, որ եթե մենք հեղինակային իրավունքի նկատմամբ ունենք այսպիսի վերաբերմունք, դա նշանակում է, որ տարերայնորեն այս հարցը սկսվելու է անտեսվել եւ մենք անելու ենք այն ինչ որ ուզում ենք։ Մենք մի անգամ տեսանք նախորդ իշխանության ժամանակ, երբ որ երիտասարդության պալատը վերացրեցին, թե ճապոնացիները այստեղ մի հրաշք բան են ստեղծելու։ Ինչ ստեղծեցին ճապոնացիները եւ ինչ ունենք մենք քաղաքի կենտրոնում։ Երևանի սիմվոլներից մեկը ոչնչացրեցիք եւ գնացիք։ Հաջորդը եկավ նոր իշխանություն, հիմա էլ կասկադնենք, թե ֆրանսիացիները անելու են չգիտեմ ինչ։ Դուք մի փողոցի խնդիր չեք կարողանում լուծեք։ Անվերջ շարաններ են, մետրոն ենք անելու, հետո էս ենք անելու, հետո այն ենք անելու, ինչն եք անելու, տեսնում ենք ձեր արածը։ 2 օր առաջ Ծիծեռնակաբերդի գետնանցումում էի, որ ամիսներ առաջ քանդեցին։ Նույն աղետալի վիճակն է։ Նաև լրագրողն էր երեք իր էջին դրել, ես ուղղակի ժամանակ չունեի, որ իմում տեղադրեի այն ինչ որ տեսա։ Ինչպես կարելի է այդպես վերաբերել Երևան քաղաքին եւ խոսել ինչ-որ տուրիստական հոսքերի մասին։ Տուրիստները այդ ճանապարհով են Երևանում տեղաշարժվում եւ քայլքով գնալու են դեպի Ծիծեռնակաբերդ, օգտվելով այդ գետնանցումից։ Սա է վերաբերմունքը։ Դուք գոնե ձեր այն պարտադիր աշխատանքը կատարեք, հետո դարի նախագծերից խոսեք։ Դրա իրավունքը դուք դեռ չեք վաստակել ձեր կատարած աշխատանքով։ Դրա համար մեր վաստակաշատ ճարտարապետների կարծիքը խնդրում եմ հարգեք, որովհետև ոչ մի իշխանություն հավերժ չի։ Դուք եկել եք, ձեր ձեռագիրը թողելու եք քաղաքին եւ քաղաքում մնալու է ձեր անունը։ Չեմ կարծում, որ դրական հույզերով փոխկապակցված։ Շնորհակալ եմ շատ։ Սպասենք լավ նորությունների, տեսնենք քաղաքը ինչպես է զարգանում, առհասարակ Երևանցին ինչպես է մտածում հենց իր քաղաքի եւ իր առողջության մասին, որովհետեւ ինչպես դուք եք նշում, իշխանությունները գալու են գնան, դա բնական process է, բայց Երևանցին է մնում Երևանում, ապրում Երևանում եւ իր քաղաքը հենց իրենն է։ Եվ գիտեք ամենակարևորը, որ մեր իշխանությունը հիշի, որ այս Սուզանավում որտեղ մեր մոտ բոլորի մոտ ընդհանուր օդի ավազան է, բոլորս միասին ենք, այլ ընտրանք չկա։ Այն ինչ որ դուք անում եք ձեր երեխաների առողջության կյանքի դեմ, այսինքն պետք է երկար մտածեք ամեն ստորագրություն դրած հաստատախտում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության անդամ բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։ Կհանդիպենք։